Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Վոլոդիա Հակոբյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Հակոբյան հրավերն ընդունելու համար։ Կուսակցության ներքաղաքական ընտրությունների մասին կուզեի խոսել, երրորդյա էր դա։ Մի փոքր պատմեք ոնց եք տրամադրված, արդյոք արդյունքները գոհացուցիչ են անձամբ նաև ձեզ համար եւ թիմակիցների համար եւ ինչ նպատակ ուներ այս ընտրությունների անցկացումը։ Մեր կուսակցությունը դերևս 2000 հիմնադրման օրվանից օրինակ առաջին անգամ 2017 թվականից այսպես է ձևավորել նախընտրական ցուցակները 2017 թվականի ընտրություններում գիտեք որ դա համամասնական ընտրակարգով կայացած ընտրություններին այդ թվում եւ հերթական ընտրություններին, հերթական բոլոր ընտրություններին մեր ցուցակը այդպես է ձևավորվում՝ ի տարբերություն արդեն արտահերթ ընտրությունների եւ 2018-ը եւ 2021-ը արտահերթ էին, դրա համար մեր կուսակցության վարչությունը ցուցակը գրեց, բայց քանի որ 2026 թվականի ընտրությունները հերթական են եւ ամբողջական ժամկետները տեղավորվում են ժամկետների մեջ, ամեն ինչ կանխատեսելի է, գնացինք մեր կուսակցության որդեգրած սկզբունքով ներքին ժողովրդավարությամբ եւ ցուցակը կազմվեց մեր պատվիրակների ընտրությունով։ Իսկ պատվիրակները մեր կուսակցության մոտ 1000-ից ավել մարդիկ են, 1057 պատվիրակ ունենք այս անգամ եւ իրենք են մտնում փակ գաղտնի քվեարկում բոլոր ինքնառաջադրված տեխնացուներին եւ ինքնառաջադրվել կարող էին ցանկացած կուսակցական եւ անկուսակցական մարդիկ նախորդ իհարկե անցնելով կուսակցության վարչության ֆիլտրը, ովքեր հաստատվում էին, իրենք մասնակցում էին ընտրություններին, այսպես 3 օր տևեց, այո, մեր պատվիրակները հերթով մոտեցան 3 օրերի ընթացքում եւ 274 ինքնառաջադրված տեխնացուներից քվեարկեցին 50-ի օգտին։ Եվ այդպես ձևավորվեց։ Իսկ պատվիրակները պատահական մարդիկ էին, թե կուսակցության անդամներ։ Ոչ, կուսակցության անդամներ են, այնպիսի անդամներ, ովքեր հիմնադիր անդամներ են, ովքեր ապագանու անդամներ են, տարածքային կազմակերպությունների խորհուրդների անդամներ են, պաշտոնյաներ են, կուսակցական պաշտոնյաներ եւ այդքան։ Իսկ երկրորդ փուլը ոնց հասկանում նաեւ երկրորդ փուլ պետք է տեղի ունենա, որ վերջնական ցուցակը ձևավորվի, երբ է տեղի ունենալու, ինչ կերպ է տեղի ունենալու, մի փոքր բացեք հասկանամ։ Արդեն ձևավորված հիմա կա առաջին 50-յակ, առաջին ընտրությունների արդյունքներով, եւ այդ առաջին 50-յակը հիմա արդեն երկրորդ փուլից առաջ կարող է քարոզչություն իրականացնել մեր տարածքային կազմակերպություններում, ապա 50 այդ տեխնացուների միջև նորից քվեարկություն կլինի, նորից փակ գաղտնի ընթացակարգով եւ առաջին 20-յակը կորոշվի, ավելի ճիշտ 20 հոգու քվեարկելու իրավունք կունենան մեր պատվիրակները, որի արդյունքում կձևավորվի առաջին 50-յակը, որին վարչությունը ընդհանրապես ձեռք չի տա, այսինքն դասավորվեն տեխնացուները այնպես, ինչպես քվեարկեն, բայց իհարկե հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված դրույթներ, օրինակ այլ սեռերի հետ համամասնությունը եւ այլն, դրանք կպահվեն, կպահվեն անպայման։ Կանանց կվոտաների մասին է խոսքը, այսպես որ։ Այլ սեռերի կվոտան, այո։ Լավ, իսկ որքանով առաջին փուլի արդյունքները որոշիչ կլինեն արդեն վերջնական ցուցակի ձևավորման համար։ Դրանք կարելի ասել վերջնականին շատ մոտ են, վարչությունը իհարկե փոփոխությունների որոշակի փոփոխություններ կարող է անել արդեն ձևավորված ցուցակում, բայց դա պետք է լինի խիստ հիմնավորված եւ իհարկե ինչպես նշեցի այդ օրենքները որոնք պետք են պահվել օրինակ կվոտաներով փոփոխություններ իհարկե վարչությունը պարտավոր է եւ անհրաժեշտություն կա անելու այդ դեպքում մյուս դեպքերում որևէ փոփոխություն չլինի մեր պատվիրակների տված քվեները կարելի ասել վերջնականին մոտ արդյունքներ են արդեն ապահովել եւ հենց դա է տարբերությունը եւ հենց դա է միտքը որ ոչ թե վարչությունը կամ ոչ թե ինչ որ մարդիկ որոշեն ցուցակը գրի հա ոչ թե կուսակցության ղեկավար կամ ղեկավար կազմը գրի ցուցակը այլ հենց պատվիրակները ներքին ժողովրդավարության բոլոր կանոնները պահելով բոլոր ընթացակարգին համապատասխանող եւ ցուցակը կազմեն եւ հորդորում ենք մենք նաեւ օրինակ ենք ծառայում նաեւ դա ուղիղ եթերներով է տեղ ունենում ինչպես հավանաբար հետեւել եք 3 օրի ընթացքում ուղիղ եթերները չեն անջատվել ուղիղ եթերի ուղեկցությամբ այդ գործընթացը տեղի է ունեցել եւ մենք որպես օրինակ ենք ծառայում նաեւ մեր հանրապետությունում գործող մյուս կուսակցություններին որոնք չգիտես ինչ մեխանիզմներով անգամ չենք որևէ մեկը չգիտել թե ինչպես է ձևավորվում բայց ես կարծիքի հանդիպեցի կոնկրետ այս ընտրությունների մասով որ սա ձևական է եւ ի վերջո գրվում է այնպես ինչպես վարչությունն է ուզում կամ ղեկավարը կուսակցության դրա համար եմ ասում որ ամեն ինչ ընթացակարգերով արվում է եւ նույնիսկ on-line ուղիղ եթերով հեռարձակվում է եւ ակնհայտորեն դուք տեսնում եք որ փակ գաղտնի մոտենում են մարդիկ քվեարկում են ես նաեւ
քննադատությունների հանդիպեցի, որ տեսեք, ոչ թե քննադատություն, այլ հրճվանքներ էին անգամ նկատում, որ տեսեք 20 հոգի Նիկոլ Փաշինյանին չի ընտրել, այսինքն հակասում են այս մարդկանց տարբեր մտքեր իրար, եւ ակնհայտ է, որ մարդիկ ոչ թե գնացելու Նիկոլ Փաշինյանի ուզելով իրան չեն քվեարկել, այլ մտածել են, որ մեկ է Նիկոլ Փաշինյանը ընտրվել, հավանաբար այդպես են մտածել, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվելու է, առաջին հորիզոնականում է լինելու։ Ես ուզում եմ իմ այլ 50-յակ կազմեմ, որպեսզի 50 այլ գործընկեր անպայման լինեն ցուցակի առաջատար դիրքերում։ Բայց մարդկանցից որևէ մեկը օրինակ իսկապես չի ցանկացել Նիկոլ Փաշինյանին ընտրել։ Չեմ կարող ասել, դրա համար փակ գաղտնի քվեարկություն է, որ մարդը ազատ լինի, անկախ լինի եւ իր կամքով մտնի ու իր կամարտայթվի։ Հենց դա է իմաստը, ժողովրդավարության սկզբունքը դա այդտեղ է։ Մեկ այլ քննադատություն կամ մեկնաբանություն կար պարոն Հակոբյան այն մասին, որ որոշ падգամավորներ եւ կամ նաեւ որոշ կառավարության որոշ անդամներ վստահ են եղել իրենց տեղի համար, որ իրենք առաջին 50-ում հաստատ իրենց տեղն ունենալու են, բայց արդյունքները նրանց համար անակնկալ է եղել։ Սա ոնց կբացատրի։ Դե տեսնում եք, որ հենց դա է ասում, որ հակասում են այդ պնդումները կամ վարկածները, որոնք առաջ են քաշվում, մեկ ասում են, որ միևնույնն է Նիկոլ Փաշինյանը ինչպես ուզել է, այդպես էլ եղել է, ձևական process է եղել եւ մյուս կողմից ասում են, որ որոշ կուսակցականներ, պաշտաստիճան պաշտոնյաներ վստահ են եղել իրենց տեղի համար, բայց անակնկալի են եկել։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է այն, որ այդ ներկուսակցական ընտրությունները եղել են թափանցիկ, դեմոկրատական արժեքներին ամբողջովին համահունչ եւ հենց այս պարագայում է, որ դեմոկրատիայի պայմաններում ընտրություններում ոչ ոք չգիտի ինչ է լինելու։ Օրինակ հենց նաեւ Հայաստանի Հանրապետությունում անցած եւ 2018 թվականից հետո տեղի ունեցած ընտրությունների տարբերությունները դա մինչեւ 18 թվականը մենք բոլորս գիտենք, թե ինչ արդյունք է լինելու։ Չնայած պայքարում ենք դրա դեմ, բայց գիտենք չէ ով է հաղթելու, ճակերտավոր հաղթելու։ 2018-ից հետո ոչ ոք չգիտի ով կպարտվի, ով կհաղթի, քանի տոկոս կվաստակի։ Բազմաթիվ տեղերում տեսել ենք, որ գնացել ենք ընտրությունների թիմերում օրինակ պարտություն ենք կրել, ոչ ոք ընտրությունների արդյունքները չի կարող կանխատեսել, այդ թվում քաղաքացիական պայմանագրի ներսում տեղ ունեցող ընտրություններում որևէ տեխնացու անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող կանխատեսել ով որտեղում կլինի։ Բայց արդյունքների հետ կապված ներսում դժգոհություններ, անհամաձայնություններ եղել են։ Քանի որ դուք ասում եք դուք շատ ժողովրդավար եք, ակնկալում եմ, որ նաև ժողովրդավար կերպով կասեք Իհարկե։ Կան թե չկան։ Նաև ընթացակարգ գոյություն ունի, կարող են արդյունքները բողոքարկվել եւ մեր նախորդ ընտրություններում եղել են այդպիսի դրվագներ, երբ ընտրությունները բողոքարկվել են, օրինակ վարչության ընտրությունները մենք մեր նույն այս սկզբունքով է ընթանում վարչությանը վերահսկող կազմի ընտրությունները եւ եղել են դեպքեր, երբ մարդիկ բողոքարկել են ընտրությունների արդյունքները, վերահաշվարկ է կատարվել, այս անգամ եւս կա այդպիսի ընթացակարգ, ցանկության դեպքում կարող են մարդիկ եթե անհամաձայնություններ կամ կասկածներ ունեն, կարող են բողոքարկել եւ նորից ամբողջը վերահաշվարկ է տեղի ունենալու այդ դեպքում, բայց իմ ունեցած տվյալներով այս անգամ բողոքարկումներ չեն եղել եւ մարդիկ ընդունել են արդյունքները։ Իսկ այս ցուցակը, այս պահի դուրսությամբ ունեցած ցուցակը կոնկրետ ինչ չափանիշներով է ձևավորվել, արդյոք հաշվի են առնվել կուսակցական վարկանիշը, քաղաքական փորձը կամ հանրային վստահելիության մակարդակը։ Այդ չափանիշները յուրաքանչյուր պատվիրակն ինքն է իր համար սահմանում։ Մարդիկ առաջադրվում են, պատվիրակը ինքն իր մեջ որոշում է տվյալ տեխնացուներից որևէ մեկին քվեարկում է կամ չի քվեարկում իր ունեցած, չգիտեմ, աշխատանքի արդյունքներով գնահատելով, թե վարկանիշը հասարակության շրջանում ունեցած գնահատելով կամ չգիտեմ օրինակ բարեվարկությունը գնահատելով կուսակցության ներսում կատարած աշխատանքի համար տարբեր չափանիշներ կարող ենք իրեն առջև դնել եւ այդ չափանիշով ընտրել անձնական որոշման տիրույթում է արդեն։ Իսկ հանրության ինչ ուղերձ եք տալիս այս ներկուսակցական ընտրություններով, ինչ եք ուզում ասել։ Հանրությանը ուղղակի ուզում ենք ասել, որ մեր կուսակցության ամեն ինչը կատարվում է թափանցիկ, այդ թվում եւ ընտրությունները եւ համամասնական ցուցակի կազմումը, ինչպես նաև ֆինանսավորումը, ինչպես նաև նվիրատվությունները, որովհետև կարճ ռեպլիկով Չհաշված աղմուկները, որ հենց դա եմ ասում, կարճ ռեպլիկով անդրադառնալով, որովհետև բազմաթիվ լրատվամիջոցներ օրինակ անդրադառնում են երբեմն մեր օրինակ նվիրատվություններին, բայց ինչու են դա կարողանում անել, որովհետև մենք թափանցիկ ենք գործում եւ ամբողջը բաց ու հանրային է
օրինակ կան կուսակցություններ, որոնք մենք չգիտենք որտեղից են ֆինանսավորվում։ Մարդիկ չգիտեն եւ որևէ լրատվամիջոց այսքան ժամանակ չի կարողացել գտնել եւ ապացուցել թե որտեղից այդ մարդկանց ֆինանսավորումները տարբեր շարժումներ են ձևավորում, անգամ կուսակցություն չեն փորձում գրանցել, որպեսզի իրենք չմտնեն այդ կուսակցությունների օրենսդրական սահմանափակումների տակ եւ անսահմանափակ միջոցներ կարող են օրինակ օգտագործել տարբեր փողոցային շարժումներ գեներացնել, տարբեր քաղաքացիական շարժումներ գեներացնել, որոնք քաղաքական են բնույթով, կամավորական շարժումներ են դնում անունները եւ տարբեր անուններ դնելով, բայց իրականում քաղաքական գործունեություն կամ կուսակցական գործունեություն են ծավալում, իսկ մենք այդ իմաստով թե մեր անունը չենք թաքցնում տարբեր դաշինքներ արհեստականորեն ստեղծելով, թե մեր ցուցակն ենք համամասնական ցուցակն ենք կազմում թափանցիկ եւ ժողովրդավար մեթոդներով, թե ֆինանսավորումն է մեր թափանցիկ եւ բաց յուրաքանչյուրի համար, այնպես որ սա է մեր մեսիջը, որ մենք ժողովրդավարությունը սահմանում ենք որպես չափանիշ եւ դա մեր համար լոզունգ չի, դա մեր համար ապրելակերպ է եւ մենք այդպես էլ վարվում ենք նաեւ մեր կուսակցության ներսում ու դա ենք մեր քաղաքը։ Լավ, պարոն Հակոբյան, հիմա պաշտոնապես, ոչ պաշտոնապես կարելի է ասել, որ մեկնարկել է քարոզարշավը, որովհետեւ տարբեր քաղաքական ուժեր են ձևավորվում, եղածներն են որոշակի մեսիջներ հողում հանրությանը, թե ինչ են իրենք պատրաստում առաջիկայում առաջարկել, եթե իրենք լինեն մեծամասնություն։ Ներկայությամբ քաղաքացիական պայմանագիրը իր համար պայմանական ասած ունի ընդդիմություն, ում իր համար ամենամեծ մրցակիցն է այս պահին համարում։ Ակնհայտ է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները գնալու են նորից այն տրամաբանությամբ, որ բոլորը մեկի դեմ են գործելու, ինչպես եղել է դրանից առաջ, նաև թիմերում։ Եվ ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտը փորձելու է տարբեր սցենարներ գործադրել, այդ թվում եւ Գյումրու սցենարն են փորձում իրականացնել, խոշոր դաշինքների մասին են խոսում կամ բլոկների մասին են խոսում տարբեր կողմերից եւ քաղաքացիական պայմանագիրն էլ ակնհայտորեն շեշտադրել է, որ ինքը միայնակ է մասնակցելու եւ գնալու է հաղթելու հետևից եւ ժողովրդից ակնկալելու եւ խնդրելու է մեծամասնություն ստանալ։ Իսկ կոալիցիայի հնարավորություններ դուք ձեզ համար այդ պատուհանը բաց չեք թողել։ Մենք կոալիցիայի մասին չենք մտածում անգամ, որովհետեւ ակնհայտ է, որ ասեցի արդեն դաշտում տրամադրությունները հիմնականում բոլորը մեկի դեմ են, բայց հիմա շատ վաղ է դրա մասին խոսելը, ես կարծում եմ, որ այդպիսի խնդիր չի էլ առաջանա, որովհետև ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը գնահատելու այն ամենը, ինչ արել է կուսակցությունը, մեր կառավարությունը եւ կառավարող ուժը այս տարիների ընթացքում եւ ուզում եմ ուղղակի հիշենք, թե ինչ սպասումներ կային 2021 թվականից հետո մինչև 23 թվականը եւ ինչ ունենք այսօր կետնի վրա 2025-26 թվականին, երբ մենք ինչի մասին ենք խոսում, ինչ հեռանկարների մասին ենք խոսում եւ ինչ վատատեսական սպասումներ էին գեներացնում տարբեր կողմեր 2021-ից մինչև 23 թվականների ընթացքում։ Հիմա խոսում են սուր տրամադրված ընդդիմադիրները, պարոն Հակոբյան, իրենք ասում են, որ այն խաղաղությունը, որը դուք անընդհատ թմբկահարում եք, դա ինչ է, ինչը որ հարկավոր է մեզ, այսինքն դա խաղաղություն էլ չէ, ասում են, որ անգամ պայմանագիրը չի կնքվել, նախաստորագրված փաստաթուղթ է, որ ոսկի չգիտենք էլ կկնքվի կստորագրվի միջև ընտրությունները թե ոչ, ասում են սահմանազատումը սկսեցիք, կիսատ թողեցիք, տարածքներ տվեցիք ու էլ ոչինչ չեք անում, ասում են օկուպացված տարածքներ կան, դրանից Ադրբեջանը չի ցանկանում դուրս գալ, ել չեմ ասում, որ Ադրբեջանի հռետորաբանությանն են շեշտադրում անում, որ տեսեք, նույնիսկ եթե այսքան ձեր ասելով առաջընթաց կա Ադրբեջանի հետ հարաբերություններում միևնույն է, իրենք շարունակում են իրենց դիցուկ նախապայմանները առաջ քաշել։ Օրինակ, այս պարագայում սահմանադրության հետ կապված։ Դե բա ընդդիմությունը դրա համար է, որ ընդդիմությունը այդպիսի բաներ պետք է շահարկի, ասել չի ասելու, այո, այս իշխանությունը հիմնավոր բաներ չկան։ Ոչ, հիմնավոր բաներ չկան։ Ընդդիմությունը ասելու է, որ այո, խաղաղությունը իրական խաղաղություն չի, որ, չգիտեմ, Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններում առաջընթաց չի եւ այլն, բայց գետնի վրա ենք դրա այդ իրողությունները այդպես չեն։ Օրինակ, չգիտեմ, արդեն շուրջ 2 տարի սահմանին կրակոց չկա, դա փաստ է, թե փաստ չէ։ Դա առաջընթաց է, թե թվականին էլ կրակոց չկար, սահմանին 19 թվականին, տեսանք ինչ եղավ 20 թվականին կրակոցներ եղել են 11, երկրորդ 2019 թվականին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորելու եւ խաղաղության գործընթաց ընդհանրապես մեկնարկած չէր։ Իսկ հիմա մենք ունենք նախաստորագրված պայմանագիր, ունենք արդեն պայմանավորվածություններ, ունենք արդեն Միացյալ Նահանգների ներգրավումը process-ում, ունենք արդեն ճանապարհներ ըստ էության
փաստացի ապաշրջափակված այն իմաստով, որ Ադրբեջանը թույլ է տալիս, որպեսզի Ռուսաստանից, Ղազախստանից եւ այդ թվում Ադրբեջանից եկող բեռներ անցնեն իր տարածքով եւ մուտք գործեն Հայաստան, ակնհայտ է առաջընթացը։ Մենք չենք ասում, որ բոլոր խնդիրները լուծված են, մենք չենք ասում եւ հակառակը շեշտադրում ենք, որ խաղաղությունը հաստատված է, բայց այն ամեն օրվա խնամքի կարիք ունի եւ մենք այդ խնամքի process-ում ենք, բայց մենք տեսնում ենք թե հռետորաբանության փոփոխություն երկու կողմերից, մենք տեսնում ենք թե այդ նշածս առևտրաշրջանառություն օրինակ, որը կամ ճանապարհների ապաշրջափակումը, այսպես կոչված դեռ բազմաթիվ են process-ները, որոնք առաջընթաց են գրանցել եւ առաջիկա շատ կարճ ժամանակում դրանք էականորեն ավելի են բարելավելու, էական ավելի տարբերություն են ունենալու։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը, որը նոր է ձևավորվել, իրենք ասում են, որ իրենք են բերելու իրական խաղաղությունը։ Ինչպես օրինակ TRIP-ին BRICS խառնելով, ինչպես չեն ասում BRICS, ՀԱԿ-ն ասում BRICS, բայց իրենք էլ նույն առաջարկն անում, օրինակ ասում են TRIP-ին միացնենք Չինաստանին, Ռուսաստանին, բերենք։ Դա ասում են, բերենք երաշխավոր, առանց երաշխավորի իրենք ասում են չի կարող լինել խաղաղություն։ Մենք տեսել ենք երաշխավորով խաղաղությունը 2023 թվականին, 20 թվականին եւ պարոն Կարապետյանն էր կարծես այդ ծրագիրը առաջ քաշում եւ խոսում, որ երաշխավոր ինստիտուտ է պետք, կարելի է TRIP-ին գումարել նաեւ Չինաստանին եւ Ռուսաստանին, բայց ինքը մեկ օր առաջ դրանից իրենց այդ համագումարներից մեկի ընթացքում հայտարարում հեգնում էր, ասում էր, որ դե Միացյալ Նահանգները հո չի գա Իրանի քթի տակ, օրինակ, չգիտեմ, Apple-ի գործարան տնի։ Բայց հետո մեկ օր հետո մենք բալանսավորված քաղաքականություն ենք վարելու բոլոր ուժային կենտրոնների հետ ենք կարողանալու համագործակցել եւ դրա համար օգտագործել են Կարապետյանի վարկանիշը։ Բալանսավորված քաղաքականություն մենք ենք վարում, հարգելի Տիկին Տանելյան։ Իրենք առաջարկում են այնպիսի ծրագրեր, այնպիսի իրավիճակներ, որոնցով TRIP-ը ուղղակի չտեղի չունենա։ Ուղղակի խափանում են այդ գործընթացը, որովհետև ինչպես պարոն Նարեկ Կարապետյանը ճիշտ նկատել էր, Միացյալ Նահանգները չի կա եւ Իրանի սահմանին մոտ տարածքում Apple-ի գործարան չի տնի։ Հետեւաբար Միացյալ Նահանգները նաեւ չի կարող գալ եւ TRIP գործարկել միտեղ, որտեղ ներգրաված են, ինչպես պարոն Կարապետյանն է ցանկանում, Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը եւ որոնց ինքը հակամարտող կողմ է։ Բայց մենք տարբեր առաջարկներ արել ենք մեր մյուս գործընկերներին այդ իմաստով եւ դա է բալանսավորված քաղաքականությունը, որը մենք ենք առաջարկում, օրինակ Ռուսաստանին առաջարկել ենք Հայաստանի հյուսիսով անցնող երկաթուղիները վերակառուցել եւ գործարկել։ Այնպես որ մենք բոլոր գործընկերների հետ ունենք բալանսավորված արտաքին քաղաքականություն եւ բոլորը այստեղ շահեր ունեն եւ բոլորի հետ մենք շահեր ունենք ու մենք գնում ենք այդ շահերը սպասարկել ճանապարհով։ Վերջին օրերին շատ քննարկվեց Սամվել Կարապետյանի վարչապետ լինել չլինելու հարցը, հնարավորության հարցը, որովհետև պարզ է մեր սահմանադրությունը դա թույլ չի տալիս։ Անձը ով ունի երկքաղաքացիություն, անձը երկքաղաքացիություն այս դեպքում ես սահմանադրության կետն էի ասում, մարդը որ վերջին 4 տարին չի բնակվել, մշտապես Հայաստանի Հանրապետությունում չի կարող հավակնել ոչ падգամավորի եւ ոչ էլ վարչապետի տեխնացությանը, բայց իրենք ունեն իրենց տարբերակը, ինչպես ասում են, իրենց ձևը։ Իրենք հնարավորություն են տեսնում, որ հնարավոր է այս 148-րդ հոդվածը փոփոխել եւ հնարավորություն տալ, որպեսզի Սամվել Կարապետյանը լինի իրենց վարչապետը, որովհետեւ ոնց հասկացանք նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ Կարապետյանը, ոչ թե Սամվել Կարապետյանը։ Դուք այստեղ ինչ մեկնաբանություն ունեք եւ արդյոք հնարավոր է այդ փոփոխությունն իրականացնել ընտրություններից հետո, եթե իրանք, ինչպես իրենք են ասում, հավաքեն իրենց նախընտրելի ցանկալի մեծամասնությունը։ Տիկին Տանելյան, ինձ թվում է դուք արդեն ամեն ինչ ասացիք։ Սամվել Կարապետյանը չի կարող լինել ոչ վարչապետի տեխնացու, ոչ առավել եւս վարչապետ, եւ նաեւ շատ ճիշտ նկատեցիք, որ Սամվել Կարապետյանը խնդիր ունի սահմանադրության հետ։ Մենք որևէ խնդիր չունենք որևէ քաղաքական ուժի հետ, մեր խնդիրները իրանց հետ կարող են ուղղակի քաղաքական, բայց այս դեպքում Սամվել Կարապետյանը խնդիր ունի Հայաստանի Հանրապետության սահմանադրության հետ։ Իրենք ասում են դա տեխնիկական բնույթի սահմանադրությունը տեխնիկական հարց է, որը պետք է փոփոխել։ Խոսքը հենց կետի մասին է, 148-րդի արգելքի մասին է խոսքը։ Իրենց ձևակերպմամբ իրենց անդամներից մեկն էր կուսակցության մեր տաղավարում նման ձևակերպում ուներ, որ դա տեխնիկական հարց է, որը հնարավոր է լուծել, եթե ժողովրդի քվեն իրենց հասնի։ Իրենք ասում են, որ մենք չենք վարչապետ ուզում դառնա Սամվել Կարապետյանը, մենք առաջարկում ենք եւ գաղտնի կերպով չենք անում դա։ Մենք ասում ենք, որ կա անհամատեղելիություն, բայց եթե դուք տաք մեզ ձայներ, մենք կարող ենք սա իրականացնել։ Եվ ժամանակավոր վարչապետի տեխնացու ունեն Նարեկ Կարապետյան։ Ինչ պատ է։ Այսինքն իրենք կարող են Հայաստանի հիմնասյունը քանդել, դա համարելով տեխնիկական ինչ-որ բան։ Այդպիսի կետերը չեն կրվում ուղղակի։
դա եթե համանդրագետն է այդպիսի պնդումներ անում, դա ուղղակի խայտարակություն է, որովհետև չի կարող այդ ուղղակի չի գրվել։ Հայաստանի Հանրապետությունում ինչու է որոշվել այդպիսի դրույթներ սահմանել եւ բոլոր երկրներում կարծում եմ կա այդպիսի դրույթներ, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը պետություն է եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը այդ պետության ղեկավարն է եւ ինքը չի կարող ունենալ այլ քաղաքացիություններ, որովհետեւ այլ երկրների ինքը պարտավորություններ ունենալ այդ դեպքում եւ եթե Հայաստանը կարող է ունենալ ինչ որ շահերի բախումներ այլ X երկրի հետ, ապա այդ այլ երկրի քաղաքացին որ երկրի շահն է առաջ տանելու։ Հայաստանի Հանրապետության վարչապետը պետք է մեկ շահ ունենա, Հայաստանի շահը Սամվել Կարապետյանը անկախ նրանից որ հարստությունն ու բիզնեսը Ռուսաստանում են գտնում եւ նա պատրաստ է հրաժարվելու քաղաքացիություն չենք ասում են հենց այստեղ էլ է գալիս էլ իրենց արժանապատվային խնդիրները նշում են որ այդ պահին երբ որ իրենք ունենան համանդրական մեծամասնություն այդ պահին Սամվել Կարապետյանը կլինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի իսկ մինչ այդ չի պատրաստվում հրաժարվել այլ երկրների քաղաքացիություններից Այսինքն ինքը պահպանելու իր քաղաքացիությունները միջև ընտրություններից արդյունքների ամփոփումը։ Այստեղից էլ ամեն ինչ պարզ է դառնում։ Սամվել Կարապետյանը ուղղակի չի կարող այլ երկրներում պարտավորություններ ունենալով եւ այլ երկրներում շահեր ունենալով եւ որևէ մեկը չի կարող այդ դրույթը դրա համար է գրված որպեսզի միայն Հայաստանի Հանրապետության շահերով առաջնորդվող մարդիկ եւ միայն Հայաստանի Հանրապետությունում շահ ունեցող մարդիկ գլխավորեն այս պետությունը։ Այլ հարցի գալով եւ փորձելով ամփոփել Մայր Հայաստան կուսակցությունը հայտարարություն տարածեց, ղեկավարը հայտարարություն տարածեց, որ իրենք ընտրություններին մասնակցելու են Գագիկ Ծառուկյանի առաջարկած ծրագրով ԲՀԿ-ի հետ խոսքը վերաբերում է առաջարկ Հայաստանին ծրագրին, ըստ էության կողմերը քննարկել են, եկել են այն եզրակացության, որ սա դրական ծրագիր է եւ կարելի է առաջարկել ընտրողներին։ Արդյոք այս միությունը ձեզ համար սպասելի է եւ ոնց եք դուք պատկերացնում քաղաքական ընդդիմադիր դաշտում այլ միություններին, որոնք հնարավոր է ձևավորվեն ընտրություններին ընթրաճ։ Ինչպես ես ասացի, մենք տեսնում ենք, որ նորից բոլորը մեկի թեմ սկզբունքով են տեղի ունենում ընտրությունները 2026-ին եւ Գյումրու սցենարի մասին։ Մեր ընդհանրապես տարբերություն չկա թե նախընտրական շրջանում որ ուժը որին կմիանա, որովհետեւ ակնհայտ է, որ իրենց պլանը նա է, որ 2026 ընտրություններից հետո իրենք արդյունքներով պայմանավորված միություն կկազմեն ընդդեմ ԿՊ-ի, ինչպես դա արեցին Գյումրիում։ Թե հիմա նախընտրական շրջանում ԲՀԿ-ին կմիանա Մայր Հայաստանը, թե Ռոբերտ Քոչարյանից փոխված այդ միավորությունից հետ կգտնի Քոչարյանին, հետո կմիավորվի ԲՀԿ-ի հետ տարբերությունը ընդհանրապես։ Բայց ավելի ազնիվ չէ, պարոն Հակոբյան, ի սկզբանե հանրությանը ցույց տալ, որ մենք այս ուժն ենք, այս ուժի հետ ենք տեսնում ճանապարհը, եթե ընտրվենք, մենք ենք տանելու երկիրը 5 տարի, քան օրինակ Գյումրու սցենարը, որ բոլորը տարբեր ծրագրեր ներկայացրեցին, ներկայանալով տարբեր ուժեր, եւ ասելով որ վերջում միավորվեցին, այո։ Եվ որն է ավելի ազնիվ։ Ազնվության մասին կարծում եմ ավելորդ է խոսել այս ուժերի դեպքում, սա ամենափոքրիկ բանն է, որ իրանք խաբել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ բարձր ակնկալիքներ այս դեպքում իրենցից չի կարելի ունենալ։ Ընդհանրապես ընտրակեղծարարները գտել են ընտրակեղծարարներին, որոշել են իրար հետ միավորվել, որևէ անսպասելի, որևէ այդպես գրանձիոզ ոչ մի բան չկա։ Նորմալ սպասելի process է, թե հիմա նորից եմ նշում ԲՀԿ-ին կմիավորվել Մայր Հայաստանը, թե Ռոբերտ Քոչարյանի դաշինքին, ընդհանրապես էական չի։ Բայց այս կուսակցություններին ասել ընտրակեղծարարներ, իրենք նախկինում չեն եղել քաղաքական դաշտում, ԲՀԿ-ի մասին չի խոսքը, Մայր Հայաստանի պարագայում Գյումրի ընտրություններից առաջ մի քանի ձերբակալված համակիրներ եւ անդամներ ուներ, ինչի մասին է խոսքը։ Ես Գյումրիի ընտրակեղծիքների մասով եմ ասում, այնպես չի, որ օդից եմ հորինում եւ չի եղել այդպիսի դեպք։ Իրենց եւ մեր քաղաքացիական Մարտուր Գրիգորյանի դաշինքից մտել էին, մի քանի հոգու ձերբակալել էին, նաեւ խափանման միջոցներ էին կիրառվել հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։ Եվ դրա համար եմ ասում, ընտրակեղծարարները գտել են մյուս գործընկեր ընտրակեղծարարներին։ Իսկ Սամվել Կարապետյանի ուժը կամ այլ ուժեր ոնց եք տեսնում դուք այդ դասավորությունը հնարավոր է էլի մեկտեղում լինի։ Դե ասում եմ Գյումրի սցենարը կրկնելու են, փորձելու են ավելի ճիշտ կրկնել, բայց ես վստահ եմ որ Գյումրի սցենարը ընդհանրապես հնարավոր է կրկնել մեկ անգամ։ Դու կարող ես մարդուն մեկ անգամ խաբել, որ գիտեք, մենք թշնամանք ունենք, մենք տարաձայնություններ ունենք, հնարավոր չէ մեր միավորումը, մենք ուղղակի գալիս ենք, որպեսզի ԿՊ-ի պլանները խաթարենք, որպեսզի Վարդան Ղուկասյանը չդառնա քաղաքապետ եւ այլն, բայց բոլորից համար ակնհայտ է, որ այս սցենարը երկրորդ անգամ կրկնել չի ստացվում եւ դրա ապացույցը Էջմիածնի ընտրություններն է, որտեղ փորձեցին Գյումրի սցենարը կրկնել, բայց մեր քաղաքացիները արդեն Գյումրի օրինակով տեսել էին թե ինչ է տեղ ունեցել, շատերը ներսից են տեսել դա ինչ
ինչ է տեղի ունեցել։ Ձայնագրությունները լրիվ նույն բովանդակությամբ, այսինքն Գյումրիի ձայնագրությունները, որտեղ հայոյանքով մարդկանց տանում էին ընտրությունների, Գյումրիի ձայնագրությունները, որտեղ մարդկանց ընտրակաշարք առաջարկելով վառելափայտ, ֆինանսական օժանդակություն, խճապատում եւ այլն բարեգործական արգելքները անցնելով գնում էին ընտրությունների, նույնը տեղի ունեցավ փաստորեն վաղաշաբաթում, երբ մենք տեսանք, որ նույն սցենան է գործադրվել, այս մարդկանց ձեռագիրը չի փոխվել ու չի փոխվելու, իրենք բոլոր ընտրություններում փորձելու են այդ եղանակներով։ Իշխանություն չունենալով իրենք փորձում են այդպիսի մեթոդներ կիրառել, պատկերացրեք ինչ կլիներ, եթե իրենք մի փոքր իշխանություն ունենային։ 1 դրամ աշխատավարձ կստանար երկրի վարչապետը, եթե իրենք իշխանություն ունենային, պարոն Հակոբյան։ Շատ լավ են։ Նախկինում էլ երևի 1 դրամ աշխատավարձով են միլիոնավոր դոլարներ դիզել եւ սա էլ օդից հորինվածք եւ վերնագիր չի, Ռոբերտ Քոչարյանի օրինակով օրինակ 220 միլիոն դոլար առնվազն ունեցվածք ունի պարոն Քոչարյանը եւ աշխատել է նախագահ, որ եթե գումարենք քանի դար պետք է աշխատեր Ռոբերտ Քոչարյանը որպես նախագահ, որպեսզի ասած կամ այդ հայտնի 4 միլիարդն էլ չկար փաստացի։ Ես ասում եմ 220 միլիոն դոլար առնվազն, որը դատախազությունը կարողացել հիմնավորել, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, թե դրանից ավել ինչ ունի, թողում ենք մեր հերոստատողների ճաշակին կամ ենթադրությանը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Զրուցակիցս Վոլոդիա Հակոբյանն էր, կհանդիպենք։